Տիկին Ավանեսյան, դուք բանախարար եք, պարտավոր եք այսօր իմ հարցերին պատասխանել։ Քայքայվող նյարդ կա առողջության մասին օրինագծի քննարկման ժամանակ։ Առողջապահության նախարարը խորհրդարանական քննարկման է ներկայացրել առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը։ Ընդդիմադիր պատգամավորները կարդացել ու բացեր են տեսել։ Ուր է բժշկական ծառայությունների ցանկը իր գներով, որ պարզ լինի։ Պարտադիր ապահովագրությունը կփակի ապահովագրվողի ծախսը, թե հավելավճարներից մարդիկ աչք չեն բացելու։ Հունվարի 1-ից մի ամիս հետո Պրոցեսը պետք է սկսվի, դուք դեռ փաթեթ չունեք ձևավորած։ Փաթեթները կազմված են, դրանք նախագծեր են, կառավարության ենթաօրենսդրական նախագծեր են։ Ենթաօրենսդրական նախագծերը կվերջնականացվեն, երբ որ օրենքը կհաստատվի։ Այսինքն դուք կառավարություն եկել եք ազգային ժողով հաստատելու մի բան, որի տակ հիմքը հաշվարկը թվային հիմնավորումը չեք դրել եւ ասում եք, որ եկեք դուք մեզ ասեք այո արեք, մենք այո ես մեր արածը բերենք ձեզ ներկայացնենք։ Ընտրվել են այն հիվանդությունները եւ մահացության պատճառ դարձող վիճակները, որոնք առողջապահության նախարարությունը համարում է առաջնահերթություն։ Նախարարի այս պատասխան չի համարում Արմենուհի Գյուրեղյանը։ Մահացության կարող հասնել սովորական ատամի ցավը։ Ավելի շատը որն է, 100-ից ավելի շատ 101-ն է, բայց 101-ն էլ 200-ից քիչ է։ Հայտնի է միայն, որ 2026-ից կսկսվի, 2028-ի վերջին կավարտվի առողջության պարտադիր ապահովագրության գործընթացը։ Իրենց առողջությունը նախ ապահովագրելու են 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող մարդիկ։ Ապահովագրական փաթեթը, որի գինը տարեց տարի կբարձրանա, եկող տարի կարժենա 129,600 դրամ, ամսական 10,800 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերման ուղղված, սկրինինգային, հիվանդանոցային ծրագրերը, տեղորայքային ապահովումը, շտապօգնության ծառայությունները։ Որքանով էր սա տեղին, որ եւ 1 միլիոն ստացող, աշխատավարձ ստացող մարդն է վճարելու փաստացի 130,000 վճար եւ 200,000 ստացող կամ մինչեւ 200,000 ստացողը։ Դրել ենք այս ընդհանուր արժեքը, ստեղից արդեն սուբսիդավորումով բերել ենք սոցիալական այս ոնց էր այդ բառը հավասարություն չէ, այլ համերաշխության, սոցիալական համերաշխության սկզբունքը պահպանելու համար։ Եթե սոցիալական համերաշխությունը նախընտրելի է առողջապահության նախարարությունը ինչու չի պետության այսպես ասած հաշվին, ապահովագրվողների շարքերում ներառել նաև 63+ տարեկան անձանց։ 65+-ն են հիմք ընդունել այն դեպքում, երբ թոշակի տարիքը 63+-ն է։ Քանի հոգու մասին է խոսքը, Տիկին Ավանեսյան, եկեք պրակտիկ մինչև 100,000 հոգու։ Իսկ այդ 100,000-ից քանիսն են, որ աշխատող 200,000 եւ ավելի աշխատավարձ է ստանում եւ ցես տենես մտնելու են այս ցանկի մեջ։ Եթե դա անենք, դա կարող է շատ քիչ թիվ մնա։ Անել եք։ Տիկին Գյուրեղյան ջան, 400,000 հոգու ճարը գտել ենք եւ այդ ա եղել մեր հնարավորությունը։ Ես հիմա սա, չգիտեմ, գրավոր առաջարկների նաեւ հնարավորություն ա լինելու, սա ներկայացնել եմ նաեւ գրավոր առաջարկությունների տրամաբանության մեջ։ Ընդդիմադիրները պնդում են, առողջության համընդհանուր ապահովագրության օրինագիծը շատ անմշակ է, հիմա բազմաթիվ հարցեր է առաջացնում, հետո բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Եթե այս տեսքով այն գործածության մեջ դրվի, առողջության մասնավոր ապահովագրողները անհնար է, որ հարված չստանան։ Էլի բիզնեսներ են Հայաստանը լքելու։ Հայաստանի վարչապետը զգուշացրել է, 2026-ի հունվարից ներդրվող այս համակարգը լինելու է համընդհանուր, ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչին։ ԵՄ պահանջ է Հայաստանն առանց առողջության համընդհանուր ապահովագրության չի կարող Եվրամիություն ձգտել, վիզաները ազատականացնել։ Այլ հարց է, թե որքանով է հենց Հայաստանը պատրաստ համընդհանուր ապահովագրության, օրինակ պոլիկլինիկաների որակով։ Արփիս Քեսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։